Մեր տաղավարում են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի սկրինինգային ծրագրերի կառավարման գծով գլխավոր տնօրենի խորհրդական Անի Ալավերդյանը, ողջույն։ Ողջույն։ Եվ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պայմանագրերի, մեթոդաբանության եւ որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ իսկապես սա այն թեման է, որը վերաբերում ու անհանգստացնում է բոլորին, որովհետեւ հարցերը շատ են ու երբեմն չգիտեն ում դիմել, ինչպես գտնել հարցերի ճիշտ պատասխանները։ Ովքեր են շահառուները։ Իրականում թեման շատ ակտուալ է, հիմա բոլորին հետաքրքրում է ու անգամ շատ ենք հանդիպում մարդիկ, ովքեր որ հանդիսանում են շահառու, բայց չգիտեն դրա մասին։ Հունվարի 1-ից շահառու անձինք են համարում 0-ից 18 տարեկան երեխաները, 65-ից բարձր մարդիկ, անձինք տարեցներ, այսպես ասած, ում ամենաշատն է հետաքրքրում, հաշմանդամության կարգ ունեցող մարդիկ, զոհված զինծառայողի ընտանիքի անդամները եւ սոցիալական ծրագրերին միացած փարոսի շահառուները։ Հետաքրքիր մի բան ասեմ, որ այս ամբողջ ցուցակին ում որ ներածի պետությունը ամբողջովին սուբսիդավորում է իրենց ապահովագրավճարը, բայց նաև մենք ունենք շահառուների մի այլ խումբ, դրանք 200,001 դրամ աշխատավարձ ստացող անձինք են, իրենց մասով պետությունը մասամբ է սուբսիդավորում, բայց ում եմ ասել, որ մենք փուլային ենք որոշել ներդնել այս ընդհանուր համակարգը եւ գնում ենք նրան, որ 2029 թվականին հանրապետության գրեթե 90-95% մեր բոլոր քաղաքացիները եւ ռեզիդենտները պետք է լինեն ապահովագրված, որպեսզի այդ իրենց առողջության հարցներ, այսպես ասած, կարգավորվի եւ փակվի։ Ապահովագրական փաթեթներում ինչ սկրինինգային ծրագրեր են ընդգրկված։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ եւ առաջ շնորհակալություն հրավերի համար։ Շատ մեծ տեղ է հատկացված ապահովագրական փաթեթում սկրինինգային ծրագրերին, սրանք կանխարգելիչ հետազոտություններն են, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել խնդիրը դեռևս նախնական փուլերում, երբ չունենք որևէ գանգատ, չկա որևէ ախտանիշ։ Եթե այսպես բաժանեմ պատկերավոր մանկական տարիքի սկրինինգային ծրագրեր եւ մեծահասակների ծրագրեր, մանկական տարիքի սկրինինգային ծրագրերը մի շարք ծրագրեր են, որոնք մինչև այժմ իրականացվում էին, մենք այստեղ որոշակի մեթոդաբանական փոփոխություններ ունենք իրականացրած, որոշ տարիքային խմբեր են փոփոխվել, մի քանիսը թվեմ, տեսողության սկրինինգ, լսողության սկրինինգ, զարգացման գնահատումներ, նյարդաբանական զննում եւ հիմնական շեշտը արդեն մեծահասակների սկրինինգային հետազոտություններն են, այստեղ շատ մեծ փոփոխություններ ունենք իրականացրած, ելի երկու խմբի բաժանեմ, մեծահասակների կանխարգելիչ այցն է եւ արդեն օնկոսկրինինգները, ուռուցքաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերն են։ Կանխարգելիչ հետազոտությամբ մենք փորձելու ենք հայտնաբերել այն ռիսկի խմբերը, որոնք որ ունեն սիրտանոթային համակարգի եւ շաքարային դիաբետի վտանգ, իսկ օնկոսկրինինգները սրանք ԱՀԿ կողմից ընդունված հաստատված սկրինինգային հետազոտություններն են։ Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրն է, արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման եւ կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերը։ Ինչպես մարդիկ կարող են տեղեկանալ կամ որ հարթակի միջոցով, թե իրենց հետաքրքրող սկրինինգային հետազոտությունը որտեղ, որ բժշկի օգնությամբ ու նրա հետ համագործակցությամբ կարող են անցնել, որ բուժհաստատությունների հետ եք աշխատում։ Իրականում ոչ միայն սկրինինգների մասով, թե դեղորայքի, թե մնացած լայն ծառայությունների շրջանակը UHIF.am կայքեջում հրապարակված է, ու մենք բերել ենք նրան թվայնացմանը, որտեղ մարդիկ շատ հաճախ նշեցիք դուք էլ, որ բողոքում են հերթերից, որպեսզի այդ խոչընդոտը չունենան իրանք, այսինքն ազատ գնան հետազոտվեն։ Մեր կայքեջում կա բոլոր բուժհաստատությունների, բոլոր բժիշկների, ծառայությունների եւ դեղորայքի ցանկը, ում հետ մենք համագործակցում ենք, այնտեղ կա անգամ որ մասն է սուբսիդավորվում 100%, որ մասն է համավճար, դրա համար մեր շահառուները բոլորը կարող են իրենց ցանկացած տեղեկատվություն, որը ցանկանում են, ոչ միայն ծառայությունների, ինչը ապահովագրական հիմնադրամի հետ է կապված, UHF.am մտնել եւ ամեն ինչի մասին տեղեկանալ, մենք այդտեղ դաժե չաթ-բոտ ունենք, եթե ինչ-որ հարց ունեն, գրեն, պատասխանը ստանան։ Ամեն ինչ շատ հեշտ է։ Թվային է ես կասեի, մեր դարում դա կարևոր է, չէ՞։ Տատիկներն ու պապիկներին պետք է մի քիչ օգնել սկզբնական շրջանում, բայց իրականում հավելեմ, այդ հարցներ ենք փորձել կարգավորել, ինչի, որովհետև շատ ժամանակ նրանք ասում են սմարթֆոնի խնդիր կա կամ այլ, մենք բոլոր բուժհաստատությունների հետ ում հետ համագործակցել ենք, իրենց այդ
փորձենք մշակել մի համակարգ, որտեղ իրենք ունենան հեռախոսամար, այսպես ասած, կոնտակտային կենտրոն, որպեսզի նրանք կարողանան զանգել, հերթագրվել, չէ՞, բոլորը ասում են, լավ, մենք չունենք, իմ տատիկը չունի սմարթֆոն, ինչ անենք։ Կարող է զանգել, այսինքն սմարթֆոն չի, բայց կարող է զանգում է տեղամասային իր պոլիկլինիկա, հերթագրվում է, օրը, ժամը իրեն հայտնում է եւ նա գնում սպասարկում է առանց ինչ-որ խոչընդոտի։ Սա մի հնարավորություն էր, որ հատկապես մեր ավագ սերնդի համար, տատիկ-պապիկների համար նորություն էր ու վստահաբար իրենց արձագանքներն էլ կլինեն ավելի ճիշտ շատ ակտիվ ու հետաքրքիր անսպասելի դեպքեր էլ նաև կարող են գրանցվել։ Մեզ շատ հետաքրքիր ինչպես է կարողանում ծրագիրը համակարգել եւ արդեն ապագայի հետ կապված կա արդյոք մտքեր ծրագիրը ընդլայնելու համար։ Նայեք, իմ հետաքրքիր բարեփոխում ասեմ, անի որպես բժիշկի մոտ համաձայնի, այս ներդրելու հետ կապված մի շատ կարևոր բարեփոխում էր, չասեմ մեր ազգի, բայց բոլորի մոտ ինքնաբուժություն ասվածը տարածված է, չէ՞ որ մարդիկ կողքս ցավը չգիտեմ, ես բժշկի մոտ եմ, բժշկի մոտ։ Մենք այս հարցը փորձենք լուծել այսպես, որ եթե դու ունես ինչ-որ գանգատ, առաջին էտապով ուզում ես ապավակրության շրջանակում սպասարկես, պետք է գնաս քո ընտանեկան բժշկի մոտ։ Հայտնես քո գանգատները, ինքը կտրամադրի քեզ բաց ուղեգիր, այսինքն այստեղ այդ ուղղորդելու խնդիրն էլ չկա, ես ուրիշ բժշկի մոտ եմ գնում։ Բաց ուղեգիրը տալիս եմ, մտնում ես մեր կայքեջ, տեսնում ես բժշկին, բուժ հաստատությունում հետ համագործակցում եմ, գնում ես սպասարկում ես։ Չէ, ես ինձ վրա օրինակը կարող եմ բերել, որ առաջ ինչ-որ տեղից ցամերական բան ընտանեկան բժշկին չէի հիշում, անգամից գնում է այդ նեղ մասնագետի մոտ, հիմա այդ հարցը արդեն ոնց որ շատ པարզ լուծվել է։ Ճիշտ է, ես չեմ խապ ինչ որ հերթերի հետ կապված միշտ մարդիկ ասում են մենք բողոքում ենք հերթերը, բայց դա մի կարևոր բան էլ ասեմ, որ սա չի վերաբերում շտապ անհետաձգելի դեպքերին, այսինքն եթե օրինակ ձեռքդ կոտրվել է, բարձր չսպասի մինչև ընտանեկան բժիշկ կա բուժհաստատություն հերթապահ բժիշկ, որը իրավասու է քեզ սպասարկի, տրամադրի ռենտգենի, չգիտեմ ուղեգիրը կամ այլ վնասակաբանի ուղեգիրը, դրա համար այդ հարցն է կարգավորվել։ Ես ավելացնեմ սկրինինգների մասով, մանկական սկրինինգների համար պետք է դիմել մանկաբուժին, մեծահասակների կանխարգելիչ այցի դեպքում ընտանեկան բժշկին, իսկ մյուս նշատես օնկոսկրինինգների պարագայում անձը ազատ է ընտրելու ցանկացած ԱԱՊ, ինչպես նաև կարող է ինքնուրույն հերթագրվել առմետ հավելվածի միջոցով, մոտենալ իրեն հարմար բժշկական կենտրոնը, որը ներառված է մեր ցանկում եւ համագործակցում է սկրինինգի շրջանակներում, ցանկը եւս տրամադրված է թե պաշտոնական կայքում հիմնադրամի, թե առմետ հավելվածում մոտենալ տվյալ բժշկական կենտրոն եւ անցնել սկրինինգային հետազոտությունը, այստեղ մենք ազատ ընտրության հնարավորություն ենք տալիս մարդկանց։ Այսինքն փաթեթից եթե ցանկություն կա օգտվելու, պարզապես կարելի է մոտենալ ընտանեկան բժշկին եւ բացի այդ բժշկական ուղղորդումներից նաեւ այլ հարցերի դեպքում դիմել եւ ստանալ բոլոր պատասխանները, որովհետեւ հենց այդտեղից, այդ փուլից է սկսվում ամեն բան։ Իհարկե։ Սկրինինգային հետազոտությունների դեպքում, որոշ հետազոտությունների դեպքում անգամ կարիք չկա դիմելու եւ մոտենալու ընտանեկան բժշկին, միանգամից կարելի է հերթագրվել եւ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն կամ վերցնել տեստավորել նմուշարել տանը կամ մոտենալ որևէ ԱԱՊ հերթագրվել գինեկոլոգի մոտ եւ անցնել հետազոտությունը։ Ազատ ընտրության հնարավորությունն է։ Մի հավելում անեմ, որ շատ է հանդիպում, միշտ մարդիկ ասում են մեր ընտանեկան բժիշկը, մենք չենք ուզում իրա, այստեղ այդ հարցն ենք լուծել, դուք անգամ առմետ հավելվածով, եթե ունեք չեք հավանում կամ չգիտեմ, կապ չունի, ուզում եք փոխեք ձեր ընտանեկան բժշկին, ընդհանրապես առմետ հավելված մտնում եք եւ փոխում եք այլ հաստատություն, այլ պոլիկլինիկա, չգիտեմ, այլ ընտանեկան բժշկ, այսինքն այդ հարցն է լուծվել, էլի, որ ընտրեք ձեր ուզած բժշկին, գնացեք, ինքը ձեզ հավուր պատշաճի բոլոր հարցերի պատասխանը կտա, էլի։ Սա գեղեցիկ մշակույթ է, որը պիտի ձևավորվի յուրաքանչյուրիս մեջ։ Հետևել առողջությանը, այո, սկսել ենք իհարկե քաղաքամար Երևանից, չնայած ուզում եմ հասկանալ ինչ ակնկալիքներ ու պատկերացումներ կան մարզերի հետ կապված եւ այնտեղ արդյոք այս մշակույթը կամաց-կամաց իր ընթացքը կունենա, թե դեռ ոչ։ Իրականում դա ինքը ընդհանուր ամբողջ Հայաստանի տարածքի համար, ես sense ասեմ, մարզերում ավելի ակտիվ է այս բայդրությամբ, հա, որովհետև մարդիկ ունեցան այդ հնարավորությունը, ինչն էր խնդիրը, չէ՞, միշտ մարդիկ ասում են մենք ուզում ենք գանք օրինակ սպասարկենք Երևանում կամ ինչ-որ ծառայություններ կան, որոնք որ մատուցում են այստեղ, հիմա քանի որ իրանք ունեն բաց ուղեգիր, այսինքն կարող են ընտրել ցանկացած բուժ հաստատություն, իրանք գնում են իրենց տեղամասային բժշկի մոտ ստանում են իրենց ուղեգիրը ու արդեն եթե կարիք կա Երևանում օրինակ ինչ-որ բուժ հաստատությունում ինչ-որ ծառայություն անցնել, անցնում են, եթե չէ, արդեն տեղում բայց մարզերում բավական ակտիվ։ Այսինքն տեղեկատվական արշավիր գործարել է եւ ինֆորմացիոն առումով բավական տիրապետում են եղելությանը մարզերի մենք դեռ ունենք իհարկե աշխատանքներ տանելու, այդ թվում նաև ձեր աջակցությամբ տեղեկատվությունը երբեք շատ չի լինում, պետք է իրազեկել ամենօրյա կտրվածքով, խրախուսել, քարոզել առողջ ապրելակերպը, քարոզել այս մշակույթի ներդրումը, որ պետք չէ դիմել բժշկի եւ բուժ հաստատություն ուշացած, երբ որ արդեն կան խնդիրը, տարիներ շարունակ պահել այդ խնդիրը, ապրել այդ խնդրի հետ։ Պետք է դիմել դեռ նախնական փուլերում, անցնել համապատասխան
հետազոտությունները եւ պահպանել առողջությունը։ Մենք իրականում շատ հաճախ որպես օրինակ դիտարկում ենք զարգացած շատ այլ երկրներ ու պետություններ, որտեղ այս համակարգը շատ վաղուց ներդրված է եւ արդեն իր լավագույն կետին է հասել, բայց պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր փոքրիկ քայլով պետք է սկսել դա եւ սկզբում կլինեն խնդիրներ, կլինեն հերթեր, մինչեւ բոլորը կսկսեն ռիթմի մեջ սկսել հետևել իրենց առողջության ու այդ խիտ հերթերը չեն լինի։ Բայց ներդրումը ինքնին նաեւ այն մշակույթը, որը ասեց Հայկը, ձևավորում է, չէ, յուրաքանչյուրիս մոտ, անկախ այն մարդկանց, նաև այն մարդիկ, որոնք ներգրավված չեն այս համակարգում, այս ամենը իրենց չի վերաբերում, միևնույն է, նրանց մոտ էլ է առաջանում իրենց առողջության մասին էլ ավելի շատ բան իմանալու եւ ինչպես կարող են նաեւ նրանք մասնակցել, արդյոք կա այդպիսի հնարավորություն, եթե որևէ տեղ չի աշխատում մարդը, բայց ցանկանում է ապահովագրել իր առողջությունը։ Նայեք, իրականում մեր մոտ մի ընդհանուր մեկ փաթեթ է ու ես երբ որ սկզբում նշեցի մենք փուլային ենք փորձել ներդրել, ինչի որտեվ այս առաջին փուլում մեծ մասին պետությունն է սուբսիդավորում եւ փուլայինը տեղի ունենալու տարեց, այսինքն այս տարի այս խմբերին մենք սուբսիդավորեցինք կամ աշխատում ենք կամ ես նշեցի 200,001 դրամ ստացող աշխատավարձով, օրինակ հաջորդ տարի արդեն այդ աշխատավարձի շեմնել է դուրս գալ, ուրիշ սոցխմբեր էլ են ներառվելու, այսինքն ովքեր կունենան պասիվ եկամուտներ, այս պայծությամբ օրինակ անհատ ձեռներցներ, ովքեր 2-4 միլիոն շրջանառություն անում, իրենց ենք ներգրավել, մյուս տարի արդեն կա անկախ շրջանառությունից, այսինքն քանի որ համակարգը նոր է ու բոլորին ընդգրկել է միանգամից կարող ինչ որ ավելի մեծ խնդրի ու կոլապսի բերել, որոշեցինք փուլային ներդնենք ու ես հուսամ դուք ոնց նշեցիք զարգացած երկրների օրինակը երբ որ նայում ես թե անկեղծ ես ինքս արել եմ հետազոտություն զարգացած երկրներում թեկուզ զարգացած Էստոնիան, որը համարժեք է մեր երկրի զարգացության մակարդակին 3-ից 5 տարի կյանքի միջին տևողությունը բարձրացել է ու հույս ունեմ ինչ որ մի ուրիշ երկրում այսպես կնստեն մեր օրինակը կբերեն որ Հայաստանում ներդրվել է ամեն ինչը լավ է դրա համար գնում ենք դրան ես անհետ համաձայն եմ սկզբից լուծենք հարցը ոչ թե ասնի դանակ այսպես ոսկորեն նոր որոշեն գնալ բժշկի Եվ չդիմենք տալօրինակ արհեստական բանականության օգնությանը, որպեսզի նա բացահայտի ինչու մենք այդ օր ունենք գլխացավ փոխարինեց ChatGPT-ը, այո, եւ ստանալ պատասխաններ, փոխարենը կարելի է սպիտակ բանակին դիմել եւ մեր առողջության պահպանումը վստահել նրանց առիթն օգտագործելով եւս մեկ անգամ շնորհակալություն ձեզ այս աշխատանքի համար, որ կատարում եք եւ իհարկե բժիշկներին, որ անդադար 24/7 հետևում են մեր բնակչության առողջությանը ամենատարբեր, երբեմն նաեւ անհավանական խնդիրներ լուծելով։ Շնորհակալություն օրը մեզ հետ սկսելու համար, ձեզ օրվա հաճելի շարունակություն, իսկ մենք շարժվում ենք առաջ, միացեք մեզ սիրելի հեռուստադիտողներ, սա Առավոտ լուսոն է։